Հայաստանն ամեն ինչ անում է, որ սեփական ռազմաարդյունաբերությունն ունենա սեփական ուժերով և տարբեր ռազմավարական գործընկերության պայմանագրեր տարբեր երկրների հետ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի արձանագրումն է՝ ի պատասխան ՀԱՊԿ-ից հնչող հայտարարությունների, թե կառույցը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, որից հետո հեռացնել։ Հովհաննիսյանը հիշեցնում է՝ անվտանգային այս կառույցը դեռ պետք է պատասխանի, ինչու չի կատարում իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների վրա հարձակում է տեղի ունեցել և ՀԱՊԿ-ը գործնականում չի ճանաչել Հայաստանի Հանրապետության այն սահմանները, որոնցով Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է ՀԱՊԿ-ին։ Այս թնջուկը դեռևս ցավոք սրտի լուծված չէ, ներողություն, իսկ թե ինչ կլինի հետո, նիստերի ընթացքում ինչ որոշումներ կկայացվեն, ինչ քննարկումներ կլինեն առաջիկայում, ապա մենք որպես պետություն կարձագանքենք այդ քննարկումներին եւ որոշումներին ըստ այդմ։ Կառավարող ուժը Հայաստանի համար պատկերացնում է բազմավեկտոր հարաբերություններ, թե տնտեսական, թե քաղաքական, թե ռազմական առումներով։ Այսինքն կրկին ոչ թե կախված լինել մեկ կետից, այլ ունենալ տարբեր կախվածություններ։ Ըստ Հովհաննիսյանի, Հայաստանը սառեցրել է իր հարաբերությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ հույսով, որ առաջացած խնդիրները գոնե մասամբ լուծելու հնարավորություն կա։ Եթե չստացվի, Հայաստանը կգործի ըստ իր պետական շահերի։ Հայաստանն ակնկալում է, որ ՀԱՊԿ-ը իրականությունը գնահատի օբյեկտիվորեն։ Նա պետք է գնահատական տա հենց ՀԱՊԿ-ի գործողություններին, թե ինչով էին պայմանավորված ՀԱՊԿ-ի գործողությունները, երբ ՀԱՊԿ-ը չի ուրեմն աջակցում եւ չի կատարում իր պարտականությունները այն պետությանը, որը կոնկրետ սահմաններով անդամակցել է իրեն։ Սրա մասին է խոսքը։ Սա հիմա կկոչենք ինչ որտեղ քաղաքական գնահատական, կկոչենք մասնագիտական գնահատական, այսքան էլ կարևոր չէ։ Պատգամավորն ընդգծում է, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը դե ֆակտո այլևս Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ, հետևաբար Հայաստանն ինքն է ապահովում իր անվտանգությունն ու զարգացնում է պաշտպանական ունակություններն այնպես, ինչպես պատկերացնում է առկա իրավիճակը։ Հայաստանն այս պահին անվտանգային այլ կառույցի անդամակցվելու հարց չի քննարկում։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։